Սիրելիներս, նույնաբովանդակ հարցերին պատասխանելու եմ այնքան անգամ, մինչև այլևս չհարցնեք, որովհետև դա շատ պարզ է։ Ուրեմն ժառանգությունը ընդունվում է երկու եղանակով՝ փաստացի տիրապետմամբ, այսինքն գույքի մեջ փաստացի ապրելով, գույքը կառավարելով, վճարումներ կատարելով, ընդ որում ժառանգատուի մահից հետո 6-ամսյա ժամկետի մասին ենք խոսում։ 6-ամսյա ժամկետում, եթե ժառանգը ապրում է այդ տան մեջ, վճարում է գույքահարկ, այլ հարկեր, օրինակ վերանորոգում է, օրինակ ժառանգատուի պարտքեր է վճարում, ժառանգատուի պարտքեր է ստանում եւ գույքը պաշտպանում է երրորդ անձանց ոտնձգություններից, ապա ժառանգը համարվում է փաստացի տիրապետող ժառանգ, այսինքն ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ։ Եթե այդ գործողությունները չի կատարվել, ապա պետք է դիմում ներկայացվի 6-ամսյա ժամկետում։ Եթե 6-ամսյա ժամկետում ոչ դիմում է ներկայացվել եւ ոչ էլ փաստացի տիրապետող ժառանգ է, ապա ցավոք, այո, ժառանգը բաց է թողել իր ժառանգության ընդունման 6-ամսյա ժամկետը։ Այդ պատճառով, երբ որ հարցը տալիս եք, եթե դիմումը չի ներկայացրել ժառանգ է թե ոչ, ես պետք է հարցնեմ, արդյոք իմ նկարագրած գործողություններից որևէ մեկը կատարել է, այսինքն ապրել է այդ տանը, վճարումներ է կատարել, վերանորոգման կամ գույքի պահպանման ծախսեր է արել, ժառանգատուի պարտք է վճարել կամ ժառանգատուի անունից պարտք է ստացել եւ այլն եւ այլն։ Եթե այս գործողությունները առկա են, ապա այո, կարող ենք փաստել, որ ժառանգության ընդունման հիմքերը կան, կարող է դիմել եւ ստանալ իր ժառանգությունը նոտարական կարգով։ Եթե ժառանգների մեջ վեճ կա, ապա դատական կարգով։ Լավ եղեք։